Ունենք շատ գեղեցիկ եւ հետաքրքիր հյուրեր եւ այսօր խոսելու ենք նորաձևությունից։ Միանգամից ուզում եմ թեման ներկայացնել հոկտեմբերի 24-ից Հայաստանի միանգամից 4 թանգարաններում հանրության համար կբացվեն բացառիկ ցուցահանդեսներ, որով եւ կազդարարվի Երևանի նորաձևության շաբաթվա պաշտոնական մեկնարկը։ Առաջին անգամ Հայաստանում կհամատեղվեն նորաձևությունը եւ արվեստը։ Այս շատ հետաքրքիր իրադարձության եւ թանգարաններում սպասվող ցուցադրությունների մասին ավելի մանրամասն կխոսենք մեր գեղեցիկ հյուրերի հետ։ Մշակույթի զարգացման հիմնադրամի նախագծերի ղեկավարներ Վարվարա Հովհաննիսյանը եւ Էլեն Շահբազյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք, ոնց եք արցնացել։ Անձրևային։ Անձրևային։ Դուք էլ չեք սիրում անձրևին պես։ Սիրում ենք, բայց ոչ սենց օրերին։ Հասկացա։ Միանգամից արդեն անցնենք բուն թեմային։ Ինչպես ծնվեց նորաձևության ու այդ արվեստը համատեղելու գաղափարը։ Գաղափարը նոր չէր, աշխարհում, թե Հայաստանում նմանատիպ փորձեր եղել են, ուղղակի կարելի ասել, որ Հայաստանում երևի առաջին անգամ է նման մասշտաբների տեղ ունենում։ Մի քանի ամիս առաջ հայ դիզայներները ու մշակույթի զարգացման հիմնադրամը սկսեցին բանակցություններ ստեղծելու նոր ձևաչափ, ցուցահանդեսների շարք, նորաձևության շաբաթվա շրջանակում։ Ու այսպես ստեղծվեց Կերպի ձևը խորագիրը, որ իր բացվածքը, իր յուրօրինակ բացվածքը ունի տարբեր ցուցահանդեսների պարագայում, կապված ցուցահանդեսի կոնցեպտից եւ միջավայրից։ Այսպեսով Հայաստանի ազգային պատկերասրահում ինքը ստացավ Կերպի ձևը, երկխոսություն արվեստի եւ նորաձևության միջև բացատրությունը, որը կբացվի հոկտեմբերի 23-ին ու այսպես մեկնարկը կտա նորաձևության շաբաթվա, իսկ արդեն ամսի 24-ից ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար նաեւ Ինչպես մի քիչ պատմեմ այդ process-ի մասին, 30 տարբեր հայ դիզայներներ հավաքվեցին ու շրջայցներ կատարեցին Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր ցուցասրահներում, ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան այ դիզայներ ունենք, որ դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներից է ոգեշնչվել ու ստեղծեցին հագուստի էլեմենտներ անգամ, որոնք որ տեղադրված են լինելու այդ ցուցասրահների կենտրոններում, այդ գործերի շրջակայքում ու այցելուներին հնարավորություն է տրվելու մշտական ցուցադրության տոմս գնելով տեսնել ոչ միայն մշտական ցուցադրությունը, այլ նաև հագուստի տենց ինչ-որ հատուկ մոդելներ առաջին անգամ լինելու Հայաստանի ազգային պատկերասրահում այս կերպ։ Իսկ այցելուներին ինչ անակնկալներ են սպասվում այս տարի։ Դե ինքնին ցուցահանդեսը արդեն բավականին մեծ անակնկալ է, որովհետև ինչպես նշեց Էլենը, նման փորձ դեռ չենք ունեցել։ Ես կարծում եմ դեռ մեզ համարել է իհարկե անակնկալ լինելու, որովհետև մենք սրտատրոփ սպասում ենք իհարկե նմուշների մի մասը տեսել ենք, մյուս մասը դեռ ոչ, բայց կարծում եմ, որ հաշվի առնելով մեր դիզայներների տաղանդը եւ որոշների շատ նորարարական մոտեցումները նորաձևությանը, վստահ եմ, որ շատ տարբերվող մեկնաբանություններ ենք տեսնելու արվեստի են գործերի, որոնք որ սովոր ենք տեսնել իրենց դասական, մոդելով։ Այո։ Իսկ որ թանգարաններում են հիմնականում կազմակերպվելու ցուցադրությունները։ Դեռևս կազմակերպվել են 4 թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ռուսական արվեստի թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում եւ Ժողարվեստի թանգարանում։ Ռուսական արվեստի թանգարանում բացվելու ամսի 24-ից հոկտեմբերի շատ հետաքրքիր կոնցեպտով, այստեղ Կերպի ձևը ստացել է նորաձևության հակառակ կողմ բացատրում է նրանով, որ ցուցադրվելու առաջին անգամ Ֆոնվիզինի կնոջ դիմանկարը գործը, որի հետևում արտիստը, չգիտեմ, թե կտավի բացակայությունից է եղել, բացակայության արդյունքում է եղել, թե ուղղակի ինքը այդպես է ցանկացել, բայց կտավի դիմանկարի հակառակ կողմում որոշել է շարունակի ու նկարել է նատյուրմորտ։ Այս կոնցեպտով առաջին անգամ Ռուսական արվեստի թանգարանը ներկայանալու ցուցադրվելու է երկկողմանի գործ։ Այստեղ այսինքն առաջին կողմում դա նորաձևությունն է, հակառակ կողմում արվեստն է, այդպիսով դառնալու է նորաձևության հակառակ կողմը, որ հիմնականում միշտ փորձ է տվել, որ հենց արվեստն է լինում է։ Կարծում եմ նշեցի հեռուստադիտողին եւս կհետաքրքրի, ինչ սկզբունքով են դիզայներները ընտրվում։ Այսինքն նշեցիք 30 դիզայներներ կան, ինչպես է դա կատարվում։ Այդ երևի այդ ընտրությունը կատարել է նորաձևության պալատը Հայաստանի հենց, մենք այդտեղ ոնց որ մասնակցություն չենք ունեցել, թե ինչ սկզբունքով, ենթադրում եմ, որ անդամների միջև այդ ընտրությունը կատարվել, Մարիա Վարվարան ավելի մանրամասն ասի։ Իրականում մեր համագործակցության արդյունքում նաև մեր միասնական որոշումների արդյունքում նորաձևության պալատը իր շրջանակներում, այսինքն իր մեծ ցանցի մասնակիցներին եւ այն մարդկանց, որոնք արդեն երկար տարիներ ցանցի անդամ են հանդիսանում, տարածել է
է ինֆորմացիան եւ այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել կամ ոգեշնչում են գտել այն գործերից եւ հետո ժամանակ են ունեցել, ցավոք գիտենք, որ նույն դիզայներները նաեւ մեծ աշխատանք են կատարում պատրաստվելու նորաձևության շաբաթվա բուրըն եւ առատ իրադարձություններին, բայց շատ տարբեր եւ շատ նաեւ տարիքային տեսանկյունից մեծ եւ տարբեր խումբ է հավաքվել, կան սկսնակ դիզայներներ, կան դիզայներներ, ում անունը արդեն բոլորի շատ հայտնի է տարիներ շարունակ։ Այո, կան արդյոք նոր։ Այո, կան նոր դիզայներներ, սկսնակ դիզայներներ, ինչը շատ ուրախացնող է, եւ կան նաեւ դիզայներներ, որոնք ոչ թե դասական հագուստի հետ են աշխատում, այլ ստեղծում են զարդեր կամ արվեստի ինստալյացիաներ, այսինքն տարբեր թանգարաններում տարբեր մոտեցումներ կտեսնենք։ Իսկ կարող է սա դառնալ ավանդական մշակութային իրադարձություն Հայաստանում։ Մենք ամեն դեպքում տենց շատ ուզում ենք, որ դա այդպես լինի։ Իհարկե այդ ամեն ինչը կախված է, թե ինչպես կընթանա ցուցահանդեսները, ինչպես կընթանա այդ ընթացքը, ինչքանով հետաքրքրված կլինեն այցելուները, բայց մենք ունենք այդ մտավախությունները լավ իմաստով ասած, որ ինքը շատ տենց մեծ արձագանք է ունենալու մեր այցելուների կողմից ու այդ բարակայում վստահ եմ, որ նորաձևության պալատը ինքն էլ կուզի, որպեսզի մենք տարի շարունակ էլ ավելի ընդլայնենք թանգարանների քանակը ու իրեն դարձնենք ինչ որ տենց ամենամյա ինչ որ երևույթ։ Այո, իրականում շատ գովելի է, շատ հրաշալի է, որ մեր քաղաքում Երևանում, առհասարակ Հայաստանում նման մշակութային մեծ իրադարձություններ են տեղի ունենում։ Չգիտեմ, շատ գեղեցիկ եք, անկելի երուստադիտողներ։ Ինչ կարող եք պատմել նորաձևության շաբաթվա մասին ընդհանուր։ Ինչ սպասելիքներ ունեք ընդհանուր, ինչ մտավախություններ ունեք։ Մեր մտավախությունները իհարկե ավելի շատ կախված են ցուցահանդեսների հետ, քանի որ այդտեղ մեր պատասխանատվությունը շատ մեծ է, բայց տեսնելով զուգահեռ ահռելի աշխատանքը, որ տանում են նորաձևության շաբաթի կազմակերպիչները, այն մասշտաբը տարեց տարի մեծանում է թե միջոցառումների թիվը, թե դիզայներների թիվը, ով մասնակցում է, ավելանում են կրթական ծրագրերը, ինչը շատ ողջունելի է եւ սա ճանապարհ է բացում այդ շատ մեծ պոտենցիալ ունեցող ոլորտին, որը որ Հայաստանում կարծում եմ շատ աճելու եւ զարգանալու տեղ ունի, որովհետեւ տեսնելով թե ինչքան տաղանդավոր են եւ միանշանակ հարթակ է տրամադրում, որ այդ մարդիկ ռեալիզացնեն հնարավորություններ ունեն, այո, մենք շատ գնահատում ենք մեր գործընկերների աշխատանքը եւ կարծում ենք, որ ավելին ու ավելին դեռ արժևում կսպասի միջազգային բանի կողմից։ Այո, մամուլի կողմից շատ տարեստարի ավելի է մեծանում, այստարի արդեն ունենալու ենք, չէ՞։ Այո, մեծ թվով ունենալու է մեծ թվով միջազգային մամուլի անդամներ, ինչ որ կարծում եմ հենց այդ մեծ այդ այո։ Քանի տարի է որ անցկացվում է Հայաստանում։ Սա երրորդն է։ Երրորդն է նորաձևության շաբաթն է, այո։ Իսկ օրինակ այդ նախորդ 2 տարիները, որ այսպես համեմատական եք անցկացնում, ինչպիսին են տպավորությունները։ Մենք եղել ենք ընդամենը որպես այցելու, այսինքն մենք մասնակից չենք եղել, բայց առաջին եւ երկրորդ նորաձևության շաբաթվա միջև շատ զգալի իմ անձնական կարծիքով զգալի տարբերություն կա, թե կազմակերպչական, հնարավորությունների եւ կարողությունների զարգացման, թե դիզայներների ել ավելի համարձակ կերպարների ստեղծման։ Ես կարծում եմ, որ տարի ավելի ոգեշնչված կլինեն դիզայներները նոր գործեր եւ ավելի հնչեղ գործեր անելու եւ դրա համար շատ մեծ շնորհակալություն նորաձևության պալատին այդ հսկա աշխատանքը անելու համար։ Հրաշալի է։ Ես անցած տարի ժամանակ կարողացա հատկացնել եւ մի քանի ցուցադրությունների գնացի, իրոք ֆանտաստիկ էր, իմ շատ աղանդավոր ընկերներն էին եւ չգիտեմ այս տարի եւս ամեն բան կանեմ, որ ներկա լինեմ, որովհետեւ իսկապես թե արվեստի մարդ լինելով, թե կապ չունի, ուղղակի մարդ լինել շատ հետաքրքիր է առասարակ այդ կարևոր իրադարձությունը։ Իսկ կան օժանդակող մարդիկ, այսպես օգնողներ, ինչ որ հովանավորներ, որոնք օժանդակում են այս ամենին։ Մեր նորաձևության շաբաթվան վերաբերում, թե հենց նորաձևության շաբաթվան մասին մենք երևի այդքան շատ մանրամասն չենք կարող խոսել, որտեղ մերը հենց կոնկրետ այս թանգարանների ու արվեստի հետ կապող հատվածն է։ Ցուցահանդեսների ոնց որ օժանդակող այդ կազմակերպությունը այս բարակայում մշակույթի զարգացման հիմնադրամն է ու Հայաստանի կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարությունը
իսկ շաբաթվա հետ կապված վստահաբար ունեն մեծ թվով հովանավորներ, բայց քանի որ իրավասու չենք նշել, իհարկե մեծ օժանդակություն կա թե տեղական թե միջազգային կազմակերպությունների կողմից եւ հուսով ենք, որ ել ավելի մեծ օգնություն կունենան ապագայում իրենց գործը լայնելու համար։ Այո, եւ Մաշացիելի հեռուստատողին ամփոփելով թեման, հոկտեմբերի 24-ից Հայաստանի միանգամից 4 թանգարաններում հանրության համար կբացվեն բացառիկ ցուցահանդեսներ, որով եւ կազդարարվի Երևանի նորաձևության շաբաթվա պաշտոնական մեկնարկը։ Առաջին անգամ Հայաստանում կհամատեղվեն նորաձևությունը եւ արվեստը, եւ այս շատ հետաքրքիր իրադարձության հետ կապված մենք խոսեցինք մեր գեղեցկոյի հյուրերի հետ, Մշակույթի զարգացման հիմնադրամի նախագծի ղեկավարներ Վառնավա Հովհաննիսյանի եւ Էլեն Շահբազյանի հետ ձեզ հետ շատ հաճելի էր անկեղծ, ցավոք սրտի եթերաժամանակը մի փոքր սեղմ է մեզ մոտ, բայց ձեզ ցանկանում ենք լավ օրվա շարունակություն, ցանկանում ենք մեծ հաջողություններ, վստահ ենք ավելի քան որ հաջողելու եք միանշանակ եւ շարունակական է լինելու այս ամենը եւ գովազդ մեր եթերում։